Հայաստանում հայտարարված չէ ռազմական դրություն կամ արտակարգ դրություն կամ մի այլ ինչ-որ հատուկ կարգավիճակով դրություն իր սահմանափակումներով, սակայն ակնհայտ է մի բան, որ մենք ներկայումս ոչ միայն մեր երկիր, այլև տարածաշրջանը գտնվում է էքստրեմալ պայմաններում, պայմանավորված Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից վարվող պատերազմով։ Իսկ դա նշանակում է, որ այնուամենայնիվ հավելյալ զգոնություն է անհրաժեշտ եւ հավելյալ միջոցներ ներքին անվտանգության առումով, ինչը ոնց որ թե այդքան էլ լավ չի արվում։ Ինչ որ փնթիներ առանց հետևանքների մասին մտածելու խոսում են, թե ամերիկյան դեսպանությունը դեսպանություն չէ, այլ բազա, այսինքն էստի համեցեք մի հատ այստեղ էլ հարվածեք։ Եվ դրանից հետո ինձ գորեն հայտնի չի, թե ինչ-որ բան է տեղի ունեցել այդ բանը ասողի հետ։ Մի այլ փնթիներ խոսում են այն մասին, թե ահա կրակում են, ներխուժում կա մեկ մյուս։ Դրա հետ կապված էլ միայն հերքում։ Դե գոնե լավ է, որ հերքեցին։ Սակայն պետք է Հայաստանում նույն սահմանափակումները, ինչ որ օրինակ Միացյալ Արաբական Էմիրություններում, երբ պաշտոնականից տարբերվող տեղեկատվության, իսկ ավելի ճիշտ ապատեղեկատվության տարածման դեպքում շատ բարձր տուգանքներ եւ նույնիսկ բանտարկություն է սպառնում նման անպատասխանատու սուբյեկտներին։ Եվ դրանով այո պետք է զբաղվի ազգային անվտանգության ծառայությունը, բայց դրա հետ մեկտեղ էլ պարբերական տեղեկատվությամբ պետք է հանդես գա պետությունը, որպեսզի մարդիկ էլ ըստ այդմ կողմնորոշվեն, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը եւ մեզ հետ։ Համաձայն ես, միացիր մեզ։